Բոլորին ողջույն։ Ես որ շատերին շատ ու շատ մարդկանց հետ զրուցելու ընթացքում երբ որ ասում եմ ներկայիս վարչախմբի ղեկավարը նույն ինքը անմեղ սունակ թրաշամանուկը այդքան ուղեղ չունի, որ անի են ինչ հիմա անմա։ Մարդիկ ասում են ծրագիրը դրել են դեմը անմա, մի բան էլ ինքն է անում։ Իրենց ասացի մեջ ճշմարտության նոտա կա, որ ծրագիր կա Նիկոլի առաջ դրած ու այդ ծրագիրը Նիկոլ Փաշինյանն իրականացնում է։ Ուղղակի որ ասում եմ վեկ ժիվի, վեկ ուչիս։ Այսօր զրուցել եմ մի անհատականության հետ, ով երկու անգամ ինձնից տարիքով մեծ է։ Զրուցել եմ նորմալ ձևաչափով, այն առումով, որ մեկս մյուսին լսել ենք, հասկացել ենք։ Այսինքն մեր մոտ, որպես երկու հայի մոտ, չեմ ուզում հիմա ինչ-որ գեղարվեստորեն պատմեմ ինչ եմ խոսել։ Բայց այդ մարդկու, այդ հայի հետ խոսելուց հետո իմ մեջ շատ հարցերի պատասխան իրանց տեղը գտավ։ Այն հարցերը, որոնք այդ հարցերից մի քանիսը Նիկոլ Փաշինյանի իշխանահամակարգը մանիպուլացնելով, մանիպուլյատիվ ձևերով ներկայացնելով հանրությանը, փորձում են շահարկել ամեն ձև։ Եվ աշխարհին եւ հայությանը ցույց տալ, որ իրանք անմեղ են, Ղարաբաղի հարցը բերին գցին իրանց գրպանն է։ Իմ Facebook-յան ընկերներից շատերը գիտեն, ինչպես նաեւ չգիտեմ, պատմիչիկ են ասում, ոնց են ասում, որ ես երբևիցե ոչ մեկի գովքը չեմ արել, բայց միշտ անցկացրել եմ զուգահեռականներ համեմատության համար։ Ու այսօր այդ զուգահեռականներից եւս երկուսը կանցկացնեմ։ Բայց մինչև դա ասելը ուզում եմ հարց տամ։ Այս վիդեոն նայողներին ովքեր կնայեն, կանկախ իրենց քաղաքական կողմնորոշումից։ Նիկոլ Փաշինյանի թմի քաղաքական թիմ կոչված երևույթի քաղաքական խոսույթներից քանիսն եք հիշում, որ իրանք այդ խոսույթը միշտ համարյա միշտ սենց մեջ են բերում, միշտ։ Երբ որ խոսքը վերաբերում է նախկին նախագահներին, նախկին իշխանություններին, սա որպես ներածական մաս, որպես նախաբան, ինչ են ասում իրանք, մերդ կհիշեցնեք, կամ կհիշեք ինքներդ ձեզ, կհիշեցնեք ասելով, ստե կարան իմը Facebook-յան ընկերները երկու տեքստ գրեն, որը իրանք հիշում են։ Մյուս նայողները իրավունք չունեն գրեն, քանի որ Facebook-յան էջի կարգավորումներն ա, տենց որ ընկերներս կարան մենակ կոմենտ գրեն, ես տենց եմ ուզում, իմ էջն ա, ոնց ուզում տենց օգտագործում եմ։ Հիմնական խոսույթներից մեկը ո՞րն է Նիկոլ Փաշինյանի վարչախմբի, որ ցիտում եմ, որը մի քանի անգամ կրկնել է եւ Նիկոլ Փաշինյանը, եւ Ալեն Սիմոնյանը, եւ անտրուսիկ ծառայած Վահագն Ալեքսանյանը, ով այսօր բանավեճեր մտել Լևոն Քոչարյանի հետ։ Էլ եմ ասում, ես ոչ մեկի դատապաշտպանը չեմ, բայց ճիշտը մի հատ է։ Ճիշտ, որից պետք չի խուսափել։ Պարզ նայել ճշմարտության աչքերին։ Այս պարագայում արև ա դեմից խփում դրա համար ագնոստներով եմ։ Կարամ չնայած հանեմ էլ այդպես արև էսի ինչ արտասովոր արև չի։ Նիկոլ Փաշինյանի վարչախումբը շատ չի երկարացնեմ։ Փորձել է միշտ օգտագործել այն խոսույթը, որ Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը Արցախը դուրս է թողել բանակցային փաթեթից։ Լսած կլինեք շատերդ, չէ՞։ Այդ միտքը, որը արտահայտել է եւ Նիկոլ Փաշինյանը, եւ Ալենը, եւ իրանց խմբի մանր-մունր շրեփուկներ, մեղադրելով Ռոբերտ Քոչյանի, որ Ռոբերտ Քոչյանի օրոք Արցախը դուրս է մնացել բանակցային կողմից։ Բայց այդ հարցին անդրադառնալուց առաջ ես ուզում եմ մի հատ
մի թեթև մենք պատմական էքսկուրս գնանք դեպի հետ, որպեսզի մենք հայերով հասկանանք շան գլուխը որտե է թաղած, այդ որը տենց խոսում են, իսկ այդ պատմական էքսկուրսի համար երևի առաջի անգամ օգտվելով այդ ձևաչափից, երևի առաջի անգամ, ես իմ հետ մտովի, բանավեճի չէ, հյուր եմ կանչում ում, Հայաստանի առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանին, ով բռունցքը վեր բարձրացրեց, Ղարաբաղ կոմիտեի հետ ստեղծեց ազատագրական շարժում, հայ ժողովուրդը միասնաբար ազատագրեց Արցախը, տեր կանգնեց իր արժանապատվությանը, չթողեց, որ Արցախում հայը ցեղասպանվի, ԲՏՌ-ների, տանկերի տակ։ Հետո հելավ կանգնեց, ասեց մենք այդ հողերը պետք է հետ տանք, տղայեք, պահեք։ Դրա համար ուզում եմ հիմա հեռակա ձևաչափով հարցեր տամ Լևոն Տեր-Պետրոսյանին, որը հանդիսանում էր Հայաստանի առաջին նախագահը, եւ որը 2008 թվականի մարտի 1-ին Նիկոլ Փաշինյանի եւ նման մանր սմբակավորների օգնությամբ անելով պրովոկացիա ուզում էր իշխանություն վերցնել Ռոբերտ Քոչյանի ձեռքից։ Բայց Ռոբերտ Քոչյանը իր երկու շրջանը նախագահել էր եւ գնում էր հանգստի։ Տեղի ունեցավ մարտի 1, որը այսօր եւս շահարկվեց ու ինչպես միշտ շահարկվում է ազգային ժողովում։ Եվ Անդրանիկ Քոչարյան կոչված երևույթը ազգանի ախպեր հեռու չթաս։ Հայտարարություն անում Facebook-ում, որ մենք շատ մոտ ենք մարտի 1-ի բացահայտմանը։ Լուրջ ես ասում, բեղիկներով անդոնչիկ։ Շատ մոտ ես, ինչքան մոտ ես կանգնած։ Եթե մարտի 1-ի դեպքերը սենց պարզ գրքի պես դրացա ձեր դեմը։ Պրովոկատորն ով է, ոնց է, ինչ է, եփ է, որ դիրքով է։ Բայց չեմ ուզում անդրադառնալ մարտի 1-ին։ Դա Նիկոլ Փաշինյանի գործառույթն է։ Հա, մեկ էլ իմ ընկերներից, եթե նայող կա, կհիշեցնեք, որ ես անդրադառնամ Նիկոլ Փաշինյանի իշխանահամակարգին, մասնավորապես ֆեյքաբուծարան պոակի տնօրեն Տարոն Չախոյանին, ով խոսում էր պետությունից, պետական մտածելակերպից, ազգային արժանապատվությունից։ Երբ որ խնդրեմ հիշեցնեք։ Լևոն Տեր-Պետրոսյան, Հայաստանի Հանրապետության առաջին նախագահ, իմ ֆեյսբուքյան մի քանի ընկերների բնորոշմամբ հաղթանակած նախագահ։ Դու մերթ տալիս ես հարցազրույցներ, հա? Խոսում ես, արտահայտում ես մտքեր, ասում ես Փաշինյանը ճիշտ կանի Ալենին հեռացնի, որ թքել է քաղաքացու վրա, սա գործելա ոչ չի, նախորդ ընտրությունների նախաշեմին ասեցիր, Արցախը կործանելը Հայաստան էլ կկործանի, եթե Նիկոլը մնա։ Մարդիկ ծափ տվեցին, որտեվ դու ասեցիր այն, ինչը ծրագրված դնում ես Նիկոլի դեմը դեռ շատ վաղուց սկսած։ Հիմնավոր եմ։ Երբեք օդի մեջ բան չեմ ասի ես։ Կարող է ներվայնացած լինեմ, մեկին օդի մեջ քֆուր անեմ, խոսքի, որտեվ ես կենակցած ունեմ կույս ճանճին օդի մեջ, որպես տարբերակ։ Ես ինքսնձի մի քիչ գովամ էլի։ Հարց Լևոն Տեր-Պետրոսյան, առաջի հարցս քեզ։ Դու ինչ ես բանակցել հայր Ալիևի հետ Արցախյան առաջի պատերազմից հետո, որտեղ ներկա է եղել նաև եվրոպական երկրների ներկայացուցիչներ։ Ինչ ես խոսացել Ալիևի հետ։ Ներկա մարդ է ինձ պատմել, ով ներկա է եղել այդ բանակցային փաթեթի վերաձևավորմանը։ Հա? Ինչ պահանջ է ներկայացրել հայր Ալիևը, երբ որ խոսացել է քո հետ։ Խոսքը վերաբերում է Արցախյան հարցի կարգավորմանը։ Դու այդ վաղ հանդիսանում էր Հայաստանի Հանրապետության նախագահը, ընտրված նախագահը, Ղարաբաղ կոմիտե, վեր հիշում ենք, Արցախ, միացում, հետո ասիր տղայք պահեք հողերը։ Ինչա բանակցեք քո հետ հայր Ալիևը, կրկնում եմ հարցս 3-րդ անգամ։ Մամլո ասուլիս կազմակերպի պատմի, եթե այդքան մաքուր ես։ Որտեղ ներկա է եղել նաև Ռուսաստանի Դաշնության ներկայացուցչությունը։ Հանդիպումը եղել է Ռուսաստանի Դաշնությունը։
Ես հիմա կասեմ դու ինչ ես խոսացե ու ինչ պայմանների ես գնացե, բայց գերադասելի կլիներ, երբ որ դու չքմեղ դեմքով նստում ես եւ ասում ես, որ դու ոչ մի բանի հետ կապ չունես։ Երբ որ դու նստում եւ հրաժարականից հետ առաջ ասում ես, որ ժամանակը կգա դուք հիշեք իմ խոսքերը, հիմա ամենալավ պահն է հողերը հետ տալու։ Վա ժամանակին է իր ասում։ Հետո երբ որ քմծիծաղով ես վերջերս ասում ես Նիկոլը Արցախը կործանեց, Հայաստանն էլ կկործանի եթե մնա։ Ուզում եմ հասկանամ մարդկային ցինիզմը։ Ինչ աստիճան կարա զարգացած լինի մարդու մոտ։ Դու մարդ չես։ Ես իրավունք ունեմ քո մասին ստացած որոշակի տեղեկություններից հետո համարել, որ դու նույնիսկ հայել չես։ Քանի որ եթե հիմա ես վերլուծում եմ այն ինչ լսել եմ ես մի 4 ժամ առաջ, ու հիմա նայում եմ, հիմա չէ, արդեն 8 տարի նայում եմ Նիկոլ Փաշինյանի գործելա ոճին, դուք նույն սանրի կտավն եք։ Ու եթե ես որպես հայ, որպես մարդ հստակ գիտակցում եւ հասկանում եմ, որ Նիկոլ Փաշինյանը չունի այդքան ուղեղի ծալքեր ի տարբերություն քեզ, որ անի այն ինչ անում է ինքը հիմա, ես իրավունք ունեմ մտածեմ, որ Նիկոլ Փաշինյանի ծրագիրը գրեմ ես դու։ Իրավունք ունեմ։ Հիմա գանք այն պահին, երբ որ ես ասում եմ, որ ասացի, որ ինչ պայմանա առաջ քաշե Հայր Ալիևը, երբ որ բանակցել է քո հետ, խոսել եք Ռուսաստանի Դաշնությունում։ Դա եղել է շատ շուտ, բայց ոչ այն ժամանակ, որ ասում է, դա վաղ էր, երբ շկաղ էր։ Արցախյան առաջի կռվից հետո ինչա բանակցել քո հետ Ալիևը, ինչ պայման առաջ քաշե, որին դու համաձայնվել ես եւ ֆրցնելով մի ողջ ժողովրդի մատիտ վրա կաշխատեմ քֆուր չանեմ, բայց կարա լինի 18+, երբ որ հերթը կհասնի Տարոն Չախոյանը նմանին, կաշխատեմ քֆուր չանեմ, որտեվ քոնը ոչ թե նրա համար, որ դու արժանի չես քֆուրի, այլ քո նմանին քրֆելը, հա, քո տեսակին քրֆելը, քրֆել ամենավերջի ձևով, դա նշանակում է կոմպլիմենտ անել։ Ինչ ասե Հայր Ալիևը, Մամլո ասուլիս հրավիրի, եթե դու այդքան տղամարդ նախագահ ես, ոնց որ իմ ընկերներն են ասում, հաղթանակած նախագահ, ինչ առաջարկե Ալիևը, որը դու կատարել ես։ Լինելով հաղթանակած երկրի նախագահ, հաղթել էինք, չէ՞ առաջին Արցախյան պատերազմը։ Հաղթել էինք։ Ցիտում եմ բառացի։ Ալիևն առաջարկել է, որ ինչ կարգավիճակ էլ շնորհվի Լեռնային Ղարաբաղի Հանրապետությանը կամ նույն Արցախի Հանրապետությանը եղել է միջնորդների ներկայությամբ։ Այնտեղ պետքա չլինի ոչ նախագահ, ոչ վարչապետ, չլինի ինքնակառավարման մարմին։ Դա եղել է Հայր Ալիևի խոսքը։ Լևոն Տեր-Պետրոսյան կասես սուտա։ Հա։ Այսինքն Արցախը ինքը իր էությամբ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը ինքը իր էությամբ չպետք է ունենար ինքնավար կառավարում։ Շատերը հիմա կասեն, ինչ որ ես իմ ինչ ասիր էլի, բայց դե հարցը մի քիչ ավելի խորն է, շատ ավելի խորն է, քան դուք պատկերացնում եք։ Արցախյան առաջի պատերազմի ժամանակ եւ հետո ով էր Լեռնային Ղարաբաղի Հանրապետության առաջին նախագահը։ Ապրեք։ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության առաջին նախագահը եղել է Ռոբերտ Սեդրակի Քոչարյանը։ Ինչ արեց Լևոն Տեր-Պետրոսյանը, որպեսզի կատարի իր տերերի հրամանը։ Տերերի ասելով նկատի չունեմ Հայր Ալիևի, այլ են մարդկանց, ովքեր կողից ասում էին Լևոն, այդպես պետք է անես։ Գլխատելով Լեռնային Ղարաբաղի կառավարությանը, գլխատելով փոխաբերական իմաստով, Ռոբերտ Քոչարյանին բերեց Հայաստան։ Քանի որ Հայր Ալիևը հասկանում էր, որ բանակցելով Ռոբերտ Քոչարյանի հետ ինքը արդյունքի չի հասնելու։ Ես ինչ որ հիմա ասում եմ, օդի մեջ բառեր չի։ Դա կա փաստաթղթավորված։
արձանագրություններով, փաստաթղթերով ֆիքսված տեղեկությունը։ Անես չի որ ինձ զանգել է ինչ-որ մի մարդ մուտի տար է խափել, ես էլ էշ հավատալով հիմի կրկնում եմ։ Այդ ամեն ինչը կա փաստաթղթավորված։ Քանի որ համացանցում շատ հաճախ է պատտվում կադրեր, երբ որ նույն Լեռնային Ղարաբաղի Հանրապետության առաջին նախագահ Ռոբերտ Քոչյանը բանակցում է Հայր Ալիևի հետ եւ ինչ որ վրանից կամ շենքից դուրս գալուց հայը պարզ տեսնում է Ալիևի դժգոհ դեմքը, քանի որ Հայր Ալիևը հստակ հասկանում էր կոնսենսուս չի լինելու։ Հայը իր արյամ գնով ազատագրել է հայրենիքի մի մաս, որը ինչ որ քվեարկությամբ պետք է ժամանակի ընթացքում միանար Հայաստանի Հանրապետությանը։ Ինչ արեց Լևոն Տեր-Պետրոսյանը, իրա մտածելով քայլ ձիով։ Դու Ռոբերտ Քոչյանին հրավիրում ես Հայաստանի Հանրապետություն, որպես վարչապետ։ Ճիշտ է։ Լսելով քեզ հրաման տվողների, քո ծրագիրը գրողների հորդորը, չէ՞։ Այսինքն դու գլխատում ես Լեռնային Ղարաբաղի Հանրապետության, չճանաչված հանրապետության ղեկավար կազմին, մարդու, ով չէր գնալու կոնսենսուսի։ Դրա համար, երբ որ դու հավաքում էիր, քո կողքը տեսանյութ կա նստած է Սամվել Բաբայանը, Ռոբերտ Քոչարյանը, SNN, ինչ ես ասում դու։ Ասում ես, եթե մենք ենթարկվենք շրջափակման, այդ տեսանյութը շատ է տեսած կլեն համացանցում։ Ապա հավատացեք, 5 օր հետո մենք հաց չենք ունենա ուտելու։ Ասում ես այդքանը, քո կողքը նստած է հենց աջ կողմը նստած է Ռոբերտ Քոչարյանը։ Դու բերելով Ռոբերտ Քոչյանին Հայաստան, այսինքն գլխատելով Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանը, գլխատելով փոխաբերական իմաստով, խոստանալով ավելի լավ պաշտոն, բերում ես Հայաստան եւ նշանակում ես վարչապետի աթոռին։ Հետո դու փորձում ես Հայաստանի ղեկավար կազմին, այդ թվում Կարեն Դեմիրճյան, Վազգեն Սարգսյան, համոզել, որ պետք է գրավյալ տարածքները հետ տանք, որին կտրականապես դեմ է արտահայտվում ով։ Վազգեն Սարգսյանը, չէ՞։ Այո։ Եվ ստիպում է քեզ տալ հրաժարական, չէ՞։ Հա։ Ու այդ ժամանակ այդ հրաժարականից բուկվալնի մի շաբաթ առաջ ինչ ես ասում դու մարդկանց նեղ շրջանակում, չորտեղ ղարաբաղցիք մի քիչ երկար մնացին Հայաստանում, քո խոսքերն է։ Հələ մեր հարց տուր ինքդ քեզ, միաչկանի կիկլոպ, այդքանը ես որից գիտեմ։ Հələ փորձի հասկանալ այդ տեղեկությունը որից է եկե հասենձի։ 1900 օր անցնելու ղարաբաղցիք երկար մնացին Հայաստանում։ Քանի որ Ռոբերտ Քոչարյանին Հայաստան բերելով դու գլխատում ես առաջնահերթ Արցախի կառավարությունը, երկրորդ դրանից առաջ քո այդ սպերմատաքսիկոզների միջոցով հայ ժողովրդի մեջ սկսում ես սերմանել հայաստանցի ղարաբաղցի խոսույթը, որ ղարաբաղցիք հայ չեն, բայց արտաքուստ դու ցույց ես տալի, որ դու ընդունում ես այդ ամեն ինչը, չի կարելի նման բան, դա կոչվում է հրեայի հոգեբանություն։ Հիմա ես իրավունք ունեմ մտածեմ, որ մարտի 1-ի մեջ, չէ, կներեք 1000 անգամ, հոկտեմբերի 27-ի գործի մեջ դու ունես ամենագլխավոր դերակատարությունը։ Հա? Ունես դու դերակատարությունը, քանի որ երբ որ քո տերերը կապի միջոցը չեմ ասի, որ դու չջոգես որից այդ եկի ինֆորմացիան, քեզ որոշակի կապով հարց են տալի, ասում են, բախի է ամեն ինչ կոնտրոլից դուրս գալի, դու պետքա Քոչարյանին բերեիր Հայաստան, նշանակեիր վարչապետ, հետո հեռացվեր պաշտոնից եւ դուք որպես երկիր պետքա գրավյալ տարածքները վերադարձնեիք Ադրբեջանին եւ այդ հարցը լուծվեր շատ արագ։ Արցախը ժամանակավորապես ստանում էր միջանկյալ կարգավիճակ, հետո ինտեգրվում էր Ադրբեջանի կազմում։ Կասես սուտ, հա։
Հա, Լևոն Տեր-Պետրոսյան։ Հարց եմ տալի քեզ, ուղիղ, իմ դեմքով։ Հա, ուղղակի դուք ասելով քո նմանները, ձեզ տարերք ենքան տարե, ձեր այդ աստղային հիվանդությունը, աստղային ասելով դուք մտածում եք, եթե դուք ժամանակին եղել եք նախագահ, հիմա սնվում եք պետբյուջեից, ունեք շիզոֆրենիկ վարչապետ նշանակած ձեր կողմից։ Չեն լինելու մարդիկ, ովքեր այդ ամեն ինչից տեղյակ են բառիս ամենաուղիղ իմաստով եւ չեն բացահայտելու քո կերած քաքերը։ Դու ես հաղթանակած նախագահ, դու Հայաստանին ծախած բոզի տղա ես։ Հայաստանի չէ, հայ արունը զրոյացնող բոզի տղա ես։ Այս քֆուրին դու արժանի ես։ Քանի որ դու գծագրված արել ես այն ինչ քեզ ասել են։ Շատերը հիմա ովքեր շատ են սիրում քեզ, կարող է մտածեն ասեն վիբր չի ունեցե արելա։ Լավ, եթե վիբր չի ունեցե, այդ ծրագիրը, որ իր առաջ դրված է եղել ոչ մի օրում, ոչ երկու օրում, ինքը չի գիտակցե, հիմա համեմատական հասկացեք Նիկոլ Փաշինյանի հետ, չի գիտակցե, որ տղեկ են զոհվում Արցախյան առաջի պատերազմի ժամանակ։ Ինչ էր անում Նիկոլ Փաշինյանը 44 օրյա ընթացքում։ Հստակ Օնիկ Գասպարյանն ու Դավիթ Տոնոյանը զեկուցում էին, որ տղեկը կոտորվում են, Նիկոլ Փաշինյանն ասում էր հաղթելու ենք։ Գիտակցաբար զոհում էր մի ողջ սերունդ։ Գիտակցաբար Լևոնի ձեռագրին նման չի։ Այսինքն դու գիտեիր դու ինչ պետք է անեիր Արցախյան առաջին պատերազմի հրադադարից հետո, բայց գիտակցաբար, հա, ընենց էիր անում ու միտեղ էլ գեներալ Մանվել Գրիգորյանի ուսին խփելով ասում էր Մանվել ջան, որ բան ենք ասում լսի էլի եղբայր, հա, որ Մանվելը ոչ մեկի չէր լսում, գրավելով է թմեր։ Քո Նիկոլ Փաշինյանի ազգակիցներին սարքելով իր Ռոմանոս Պետրոսյանի փաթաթան այսպես ֆրիկ անելով։ Հա Լևոն։ Արա, ես այս պատմությունը լսելուց հետո, որ դու կանգնած ես Հայաստանի ու Արցախյան դավաճանության սկզբնաղբյուրում, ես ինձ դու գնա Ղուրբանելի Ղուրբանատեղին, որ իմ ֆեյսբուքյան ընկերները քեզ համարում են, չգիտեմ, հաղթանակած նախագահ, ես քո տունու տեղը կսարքեի սեռական պոլիգոն, Փառք Աստծո բառամթերքի խնդիր չունեմ։ Ազգուտակը ծածցնելով կսես կմտնեի դուրս կգայի, բայց խոսում եմ մաքսիմալ կոռեկտ։ Գիտես խի, որտեղ դու դրան արժանի ես։ Ու արժանի են դրան բոլոր են պոռնիկի սերունդները, ովքեր հայ արունը սարքել են վաճառքի առարկա։ Հայ կյանքը, հայ զինվորի չապրած կյանքը, նույնը քո աշակերտուհի Նիկոլ Փաշինյանը։ Իսկ երբ որ քեզ ստիպեցին հրաժարական տալ Լևոն Տեր-Պետրոսյան, ինչ հրահանգվեց քեզ։ Եվ դա հրահանգը գալիս է այդ մտածելակերպն ու գործելավոճը գալիս է շատ վաղուց, որը յուրահատուկ է հրեաներին։ Իրանք սովոր են պղտոր ջրում ձուկ բռնեն, պղտոր ջրում, որպեսի իրանք չթրջվեն, իրանք մեղսակից չդառնան։ Դու ատամներդ կրճտացնելով, որ չհաջողվեց քո պլանը, հրաժարական տվիր գնացիր, չէ՞։ Հա։ Ռոբերտ Քոչյանը ընտրվեց Հայաստանի նախագահ։ Քեզ ասում էին համբերի, ծիրպի, этот солдат, атаманом будешь։ Առանց հասկանալու, որ դու շարքային կիկլոպ ես, քոր ողորմելի։ Ինչա մի հատ Աստվածաշնչի թարգմանության ես մասնակցել, հա։ Էլար դարար առաջին նախագահ, հա, ողորմածին։ Այս ամեն ինչի համար վաղտը գալու է պատասխան եք տալու։ Հաթ։ Դու սպասեցիր, երբ որ կլինի դրվագ, երբ Վազգեն Սարգսյանն ու Ռոբերտ Քոչյանը կհակադրվեն ինչ-որ մի հարցով, որի մեջ ունես ևս քո ավանդը, բայց ոչ քո դեմքով։ Անուններ չեմ ասի, որտեղ դու պարզ կհասկանաս ում մասին եմ խոսում։ Կողքից խառնել։
Դու երբ որ Վազգեն Սարգսյանը երջանկային շտակ եւ Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը ունեցան մի թեթև նեդապանիմանի, դու օգտագործեցիր առիթը։ Ես էլի անուններ կարամ տամ, ովքեր են մեկտեղված այդ հոկտեմբերի 27-ի գործով, բայց ինձ պետք չի։ Ու այս պահն էլ ասեմ ու անցնեմ առաջ։ Էլի եմ ասում, դու Լևոն Տեր-Պետրոսյան հոկտեմբերի 27-ի գլխավոր պատվիրատուներից մեկն ես։ Չեմ ասի այդ պահից սկսած, այս պահով էլ ոչ մի խոսք, որտեղ դուք հստակ կհասկանաք ինֆոն որտից է եկել։ Ու մարդիկ, ովքեր գոռում են հոկտեմբերի 27-ը բացահայտված է, մարտի 1-ը բացահայտված է, դուք կապիկ բոզի տղեկ եք։ Դուք կապիկ բոզի վաստակ եք։ Դու նույն բարոյապես փչացած ագարկա ես դու, Արամ Զավենի Սարգսյան։ Բարոյապես դու ագարկա ես։ Դու Վազգենի եղունգը չարժես։ Վերհիշում եմ քո խոսքերը, երբ որ դու մինչև այսօր կրկնում ես դրանք, եղբորս արածը պահել էր պետք, երբ որ դուք ընտրություն էիք կեղծում։ Ինչ էիր անում դու, երբ որ ազգային ժողովում սպանվեց Վազգեն Սարգսյանը Կարեն Սերոբիջի հետ։ Ինչ էիր ասում կողքիններիդ, այդ պահին, այդ օրը։ Տղեկ մի խառնվեք իրար, հələ համբերեք։ Արա լուրջ ես ասում, արդեն չեմ կարող ագնոստներով խոսամ։ Այսինքն գլխատել են երկրի քաղաքական եւ ռազմական ղեկավարությանը, սպանել են քո արունակից եղբորը, Նայիրի Հունանյան Բոզի տվու տեսքով, դու ասում ես հələ մի խառնվեք իրար, հա Արամ Զավենի Սարգսյան։ Կասես այդպես բան չես ասել։ Կարամ դաժե ասեմ, որտես նստածել է ասելուց։ Դու ես ասել քո բերանից այլ այդ բառերը։ Իմ արունը հենց եմ իմ մեջ եռում, որ չխլեշեմ քեզ, հազիվ եմ ինձի պահում։ Պրոստը այնքան մանրապճաղ ես դու, Արամ Զավենի Սարգսյան, որ որոշակի քաղաքական եւ սոցիալական դիրքի համար դու քո աղբոր արունը նույն օրը ուրացել ես։ Հա? Կասես այդպես չի։ Տղեկ հələ հանգստացեք, աղբերելը կայնեք։ Մի րոպե, հեսա հասկանանք ինչա կատարվում, երբ որ քեզ գալի ասում են Վազգենի խփել են ազգային ժողովում։ Տեղը չեմ ասի։ Հա, Արամ Զավենի Սարգսյան։ Այդպես չի, այդենցա չէ։ Այն որ ասում է ինքը չէր կարում, ինքը տղամարդ չէր։ Կասես սուտ եմ ասում, դե հել հերքի, որ դու չես ասել, հələ ժամանակը չի, հանգստացեք։ Արա, բայց ես իշքան դուք դիշովկա եք, էլի։ Ու ես արդեն տևական ժամանակ փչացնելով իմ առողջությունը, խլեշում եմ Նիկոլին, խլեշում եմ սրան, խլեշում եմ նրան, իմ համար վաստակելով հարյուրավոր թշնամին էր։ Բայց խորը նայում ես, շան գլուխը որ դեա թաղած։ Նիկոլ Փաշինյան, դու ոչնչություն ես։ Դու կամակատար ծաղրացու ես։ Այս պահից սկսած ես դրա մեջ համոզված եմ։ Դու ոչինչ ես, զերո, զերոյից էլ ցածր ես։ Այն ինչ անում ես դու չես դրանց հեղինակը, ես վստահ եմ դրա մեջ 100%-ով։ Ու երբ որ քո թիմը քաղաքական գոռում է, որ Ռոբերտ Քոչարյանը Հայաստանի երկրորդ նախագահը Արցախը դուրս թողեց բանակցային փաթեթից, այս իմ լայվը կնստեք կնայեք Լևոնի հետ, թե ոնց եք Ռոբերտ Քոչյանին բերե Հայաստան գլխատելով Արցախի կառավարությանը։ Ու չասես այդպես բան չկա։ Ու չասես, որ դու դրա մասին չես իմացել, Նիկոլ։ Ընդ դու մենակ չես։ Հիմա անցնենք որոշակի առումով փորձեմ խոսել ավելի մի հատ հարցի շուրջ եւս իրավական տեսանկյունից եւ օրենքի տեսանկյունից, բայց ես ոչ իրավաբան եմ, ոչ էլ օրենսգետ կամ օրենսդիր մարմին եմ։ 3 թե 3 չեմիսորը
կրկնում եմ 18+։ Տարոն Չախոյան կոչվող բոզածին բոզազավակը ամենայն հայոց կաթողիկոսին անվանեց ավազանի անունով։ Կտրիչ Ներսիսյան, ցիտատ։ Հարց. բոլոր իրավաբաններին, մինչև այդ փաստին անդրադառնալը, բոլոր օրենքի իմացություն, օրենքին գերազանց տիրապետողներին եւ Նիկոլ Փաշինյանի կառավարությանը, պետությունը իրանից ինչ է ներկայացնում։ Հասարակը պետություն, որ ասում ես պետություն, դա ինչ է խորհրդանշում։ Հա? Հասարակ հարց։ Պետության խորհրդանիշը ո՞րն է։ Զինանշան, պետական դրոշ, չէ՞, սահմանադրություն եւ ցանկացած քաղաքացի անկախ իր ապրելու վայրից ունի հստակ չափորոշիչներ, որով ինքը տարբերվում է կողքի կանգնած մարդուց։ Հայկական անձնագիր, սա իմ անձնագիրն է։ Իմի շատերը կասեն հələ մի հատ բաց։ Ահա։ Ոնց որ Facebook-յան այն մեջս փագեցիք, անձնագրի տվյալ եք ուզում։ Նա։ Վիկուսի։ Հայկական անձնագիր հայկական գերբով։ Ճիշտ է։ Հո սխալ չեմ ասում, հարգելի իրավաբաններ, հարգելի օրենքի իմացողներ։ Հիմա հարց Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազուհուն, որը վերանշանակվել է։ Լավ բալետ է ապարում, վերանշանակվել է Նիկոլ Փաշօղլու կողմից, որը Լևոնի բջբերն է։ Եթե իմ անձնագրի մեջ գրած է իմ անունը Տիգրան, եւ ոմն բոզածին թիվ 1 ամբյոնից, ազգային ժողովի ամբյոնից, ինձ անվանում է Բարխուդար։ Տարբերակ եմ ասում։ Այդպես դեպք չի եղել։ Ես իրավունք ունեմ Տիկին Աննա Վարդապետյան, տվյալ բոզածին դատի տամ։ Կամ սեռական տերորի ենթարկեմ, ուտելով մեղր եւ պոպոկ։ Չեմ ուզում հումորի վերածեմ։ Հարց իրավական տեսանկյունից։ Այս անձնագիրը կրող ցանկացած հայ քաղաքացու սահմանադրական եւ անվտանգային հովանավորն է ով, հուշեմ, մեծ կրծքերով ոմն թրաշամանուկ բոզի տղա, ով ասում է ես պայքարում եմ կաթողիկոսի դեմ։ Ես չեմ ճանաչում այդպես կաթողիկոս, չէ՞։ Հա։ Հիմի հարց։ Հայաստանի Հանրապետության, այսինքն Հայաստանի Հանրապետության չէ, ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին բն եւս հանդիսանում է Հայաստանի Հանրապետության քաղաքացի։ Բերում հասարակ օրինակ, տրամաբանական, որ 2-րդ, 3-րդ դասարան սովորած մարդը հասկանա։ Եթե բացում եք, ես չեմ տեսել, բայց վստահ եմ իմ ասացի մեջ։ Եթե ուղղակի զուտ բացեք ամենայն հայոց կաթողիկոսի անձնագիրը, որի վրա կրում է հայկական գերբը, որը ապականեց Նիկոլ Փաշինյանը։ Ինչ է գրված անձնագրի մեջ։ Անուն, ազգանուն, հայրանուն։ Ներսիսյան Գարեգին։ Գրված է ամենայն հայոց կաթողիկոսի վեհափառի անձնագրի մեջ, որը տրված է Հայաստանի Հանրապետության կողմից։ Դրանով հանդերձ հիմա հարց. դուք քանի գլխի տերեք բոզի ճտեր, որ դուք ոտնատակ եք տալի իմ կրոնը, իմ կրոնական հաստատությունը, իմ պետական ինստիտուտը փորձում եք խեղաթյուրել, դուք ամենայն հայոց հայրապետի անունը խեղաթյուրում եք։ Անձնագրով ամենայն հայոց վեհափառի անունը գրած է Ներսիսյան Գարեգին։ Տարոն Չախոյան։ Ես ինձ հազիվ եմ, պաուրանա վերջի խլեշը չանեմ քեզ։ Բոզածին բոզի տղա։ Նաֆարիտ քունեն տաջիկները վագոններով։ Որ դե է ֆիքսված քո ասած կտրիչ Ներսիսյան անուն ազգանունը։ Հե՞։ Հասարակ հարց։ Դուք ասում եք մենք պայքարում ենք կաթողիկոսի դեմ։ Մեր պայքարը եկեղեցու դեմ չի։
Այդ հենց այդ նույն կոնտեքստի մեջ բոզացինների ղեկավարություն հարց եմ տալի։ Լավ, Գարեգինը լավը չի։ Okay, ես մի մոմենտ անջատեցի ուղի գործ բջիջները, այնտեղ սկսեցին աստանդական կյանք վարել, ինչպես ձեզնից շատերի ուղեղի մեջ, ինչ որ անիմաստ բջիջներ, որոնք չեն պարունակում իրancs մեջ միտք, մտքի թռիչք, գաղափար, տառ, բառ, նախադասություն։ Ով է ձեր համար լավը։ Ես շատ ու շատ Նիկոլ պաշտպանողներից լսել եմ, որ իրանց համար կաթողիկոսի իդեալական կերպար Վազգեն առաջին կաթողիկոսը։ Ոչ եմ սխալվում։ Գարեգինը լավը չի, Գարեգին բն։ Վազգենը շատ լավ կաթողիկոս էր։ Լսել եմ շատերի բերանից, որպես միտք, որպես արտահայտություն, որպես նախադասություն։ Հիմա հարց ձեր նման տգետներին, ում կողմից է եպիսկոպոսական օրհնություն ստացել ներկայիս ամենայն հայոց հայրապետը։ Վազգենի կողմից, Վազգեն առաջինի կողմից։ Հիմա դուք ուզում եք ասել, դուք Վազգեն, երջանկահիշատակ Վազգեն առաջի կաթողիկոսից շատ ունեք կրոնական գիտելիքներ։ Դուք ավելի լավ եք ճանաչել Գարեգին Ներսիսյանին, եւ դուք հիմա ձեր բոզածինների կուտոկով որոշում եք, որ ինքը իրավունք չունի լինել ամենայն հայոց կաթողիկոս, որին դուք չեք ընտրել այդ եզերական ժողովը։ Հա? Ո՞նց է տենց լնա։ Չէ՞ որ ամեն կառույց դա լինի հոգևոր կամ պետական, պետք է ունենա օրենսդրական կանոնակարգ, առանց որի ցանկացած կառույց համարվում է բարդկնոց, բարդել, ոնց որ այսօրվա ազգային ժողովը, բարդել, մտի, քեշ փողոտուր, անդե ծախվող տեսակ մարդիկ կան նստած, ոչ բոլորը, մտի քեշ փողոտուր, մցելա իրա թելով տրուսիկի հետևը, որիկին սենց ճտսնելով տար, ինչ ուզում ես հետ արա, կա, բարդել, կամ շատերը մեղադրում են Գարեգին ամենայն հայոց հայրապետին, որ նա չի պայքարում աղանդավորական շարժումների դեմ։ Սա ևս շատ զգայուն թեմա է։ Դրանք են պենտեկոստներ, կյանքի խոսք, Նիկոլ Փաշինյան քու հետն եմ, լավդ քունեմ, կյանքի խոսք, դդում արայիկ, քո հետն եմ։ Եհովայի վկաներ, չէ՞։ Հիմա հարց, այն մարդիկ, ովքեր մեղադրում են ամենայն հայոց հայրապետին, որ նա չի պայքարում աղանդավորական շարժումների դեմ, եւ եկեղեցին ամեն ձև աչք է փակում ամեն ինչի վրա։ Հարց. ով է ամենաառաջինը կանանչ լույս տվե այդ աղանդներին, որոնք սերմնահեղուկի տեսքով մաքսիմալ կոռեկտ եմ արտահայտվում։ Իրենց ճանապարհը կորցած սպերմատոզոիդների տեսքով ներխուժել են հայկական լեռնաշխարհ։ Հարց. հասարակ, ապրեք, չէ, պատասխանեցիք, որ ասում եմ ապրեք, Գարեգին առաջինը, ազգանունը, եթե չեմ սխալվում, չեմ հիշում ազգանունը, ինձ ազգանունով են ներկայացրել, Գարեգին ան, իսկ Գարեգին ան, որտեղի հոգևոր սպասավոր էր Կիլիկիո Հայթեմի, իսկ Գարեգին ա երջանկահիշատակ կաթողիկոսի հետնորդը եւ ամենակարկառուն աշակերտը, կարող եք գուշակել, հարգելի հայեր ջան, ով է հանդիսանում, ով այսօր փոքր հուշում անեմ սիգարետ վառելուց հետո, ով այսօր վերցնելով իր հայրապետական գավազանը, ունենալով հրաշագեղ բեղմորուս, ունենալով խոժոռ նայվածք, ամպագորգոր տեքստերով փորձում է ուշքի բերել մեր հայ հասարակությանը։ Էս ով էր էս Բուշոտի թևը։ Հե՞։ Խոսելով Հայաստանից դուրս։ Ես կոչ եմ անում Հայաստանի իշխանություններին զերծ մնալ եկեղեցին քարգոծելուց, բայց վազում է Հռոմ, ասում է Հռոմի պապ,
լսի, արի մեր եկեղեցին մենք քանդենք, քանի որ կաթոլիկ եկեղեցին պրոստը նի պիրիվարիվ այդ մեր եկեղեցում, որտեղ մեր հայ առաքելական սուրբ եկեղեցին որպես պետական ինստիտուտ առանց շփազանցնել, շատ հզոր կառույց է աշխարհով մեկ, որը փորձում են կազմաքանդել, լուծարել, անունը դնելով պայքարում են կաթողիկոսի դեմ։ Ինչ ես ասում, Արամ առաջին, հանդիպելով Հռոմի պապի հետ, կարդինալների հետ, սեռի կարդինալներն ինչ են ասում քեզ, վերջերս է սեղենդը, ախր այնքան բաներ եմ այսօր իմացել, ուй, այնեղ չիմանա, այսօր ուղղակի կվառի, բայց Գարեգին առաջինին, որպես կաթողիկոս, որպես վեհապար, ստե ամենահետաքրքիր պահերից մեկն է, Զիմինը հաղորդաշարի շրջանակներում, ով ա բերել Հայաստան։ Հուշեմ, մարդ ով ասում էր տղայեք պահեք հողերը։ Լևոն էլի եկավ ջրի երես, ասմա քաքը չի սգում, հա, սպլիվայետ, հա, Պետրոսյան Լևոն։ Աղանդավորական շարժումների ներթափանցում Հայաստան, Գարեգին առաջինի ձեռքով, ձեռամբ, հա, որին դու ես միջնորդ է, որպեսի լինի կաթողիկոս, հա, Լևոն Տեր-Պետրոսյան։ Չէիր մտածում, այսքան խորը բաներ կարամ իմանամ քո գործունեության մասին։ Խի չէիր մտածում, բայց չես լսել ասացվածք, կարդացած մարդ ես, գող ու բոզի օրը 40 օրա։ Հե՞։ Ես շատ եմ մտածել սրա մասին խոսամ, թե չէ, թե լուր պահեմ իմ մեջ, բայց ակամայից վեր հիշեցի Աստվածաշնչից մի հատված, երբ որ Հովհաննես Մկրտիչն ասում է, Քավլից ես չեմ համեմատվում այդ կերպարի հետ, ասում է, եթե ես լռեմ, քարերը կաղաղակեն։ Եթե չխոսեի այս թեմայի մասին ես, X պահի կխոսեր մեկ այլ անհատականություն։ Այսինքն Նիկոլ Փաշինյան, քո ղեկավար կազմը, ով հանդիսանում է թելով տիկնիկների բոզակույտ, ով խոսում է երկրի արժանապատվությունից, սահմանադրական օրենքներից, բայց թքած ունի Հայաստանի Հանրապետության անձնագրի մեջ գրված մարդու անուն ազգանվան վրա եւ թիվ 1 ամբիոնից զրպարտում է մարդուն անվանելով մեկ անվամբ, դուք սա կոչում եք իրավական պետություն, լուրջ եք ասում։ Բա ինչ եք նեղանում, երբ որ ես ասում եմ ակտիվ մասնակցեմ ձեր նմանների ընտանիքի բազմացմանը, ոչ տրադիցիոն համակարգով։ Հա՞, մազերից բռած։ Հա, Նիկոլ Փաշինյան։ Հարց. Եթե մեկը ինձնից փորձի պահանջել բարոյականություն, դիմացից կանգնած է, ուրեմն ինքը պետք է լինի բարոյականության էտալոն, որպեսզի ինքը ես իրան չփորձեմ որևէ բանի մեջ ուպլիկատ անեմ, չէ՞։ Երբ որ ինքը ինձ ասի, դու քֆուր ես տալի, դու ես անում, են ես անում, ես կարամ շատ հանգիստ ասեմ, դու ես քֆուր տալի, բայց երբ որ ինքը քֆուր չի տալի, հասարակ օրինակ եմ բերում, տրամաբանական, իրանց պրինջի հետ խաղցող, խոժոր աչքերով, մեծ կրծքերով կանանց համար, որ մտնում ջղային սմալիկ են ճպստում, որ կրծքերը սրած մտնում ջղային սմալիկն էս ճպստելով էթում են։ Երբ որ դիմացինից տեսնում եմ, որ քֆուր չի տալի, խոսում է գրական հայերենով, խոսում է բարեհամբույր տոնայնությամբ, ես չեմ կարա դիմացինից հակադրվեմ, եթե ես ունեմ բարոյականության սկզբունքներ իհարկե, եթե ես չունեմ Նիկոլ Փաշինյանի պես կարամ ասեմ, լավ եք անում, այն որ Սյունիքում ասեցին ողջույն բոզի տղա, դե մարդեն։ Ու տվյալ սուբյեկտը խոսում է բարոյականությունից։ Տարոն Չախոյան, դու քանի գլխի տեր ես, որ վեհապար Հայրապետին անվանես ոչ ճիշտ անվամբ։ Նախ դու բարոյական իրավունք չունես, ոչ մեկ բարոյական իրավունք չունի, ամենայն հայոց Հայրապետին, որ ընտրվում է ՑՄԱ, հիմա կխոսեմ նաև կուսակրոնության մասին, նոր հիշեցի։ Մեղադրել ինչ-որ եսի մինչերի մեջ, դուք մեղադրում եք ամենայն հայոց Հայրապետին, որ նա կուսակրոն չի, չէ՞, բոզածինների կույտ։ Եվ ունի երեխա, ձեր ասելով, չէ՞։ Բայց ամեն հարց ունի ընդամենը մեկ պատասխան։ Միգուցե այս թեման իմը չի, բայց պետք է խոսամ։
Ես մի քանի անգամ իմ վիդեոների ընթացքում ասել եմ. դուք ձեր նմանները մեղադրելով ամենայն հայոց հայրապետին, որը ընտրվել է տիեզերական ժողովի կողմից, ոչ իմ, ոչ ձեր, ոչ էլ ոչ մի աշխարհիկ իշխանության կողմից ընտրված չի։ Եկեղեցին, հայ առաքելական Սուրբ եկեղեցին դա պետական ինստիտուտ է, կրոնական, որը փորձում է ու փորձել է միշտ համախմբել հային որպես ազգ։ Ու որ մի բոզածին եք փորձի կազմակերպել իմ եկեղեցու ակունքները, ես պատրաստ եմ հակնել կատակ չեմ անում, Վիլյամ Վոլոսի այն յուբկեքը, այդ փեշերը բարձել նստել այդ մարդու բենին, կապ չունի իր սոցիալական դիրքը։ Խոսել եմ նրա մեր հայ առաքելական եկեղեցու մասին, ես ասում եմ, որ դուք բոզածինների կույտ եք, հիմնավոր եմ։ Դուք ասում եք կաթողիկոսը երեխա ունի եւ նա իրավունք չունի լինել կաթողիկոս։ Մի քանի անգամ ասել եմ, չեմ զլանա, մի անգամ եւս կրկնեմ։ Մեր երկրի, մեր պետության, մեր ազգի ամենաառաջին անդրանիկ կաթողիկոսը եղել է ով Գրիգոր Լուսավորիչը, եղել է ամուսնացած, ունեցել է երեխա։ Մեր շատ ու շատ կաթողիկոսներ ունեցել են երեխաներ, եղել են ամուսնացած։ Երկրորդ օրինակը Խրիմյան Հայրիկ։ Հիմա դուք մեղադրելով, դուք ձեր բոզածինների կույտով հոգևորականին երեխա ունենալու մեջ, որի մեջ չկա բացարձակ մեղքի բաժին։ Եթե նույնիսկ կա մեղքի բաժին, ապա նրանք իրենց գործած այդ մեղքի հիմար պատասխանատու են Աստծու առաջ, այլ ոչ թե ձեր։ Քանի որ դուք ձեր ոտով գլխով թաթակված եք մեղքի այդ բոշկի մեջ, քաքի բոշկի մեջ։ Դուք պատասխանատու եք 7-8000 երեխու կյանքի հիմար, բոզի ձագեր։ Հետո նոր մեղադրեք կաթողիկոսին, երեխա ունի, նա կուսակրոն չի։ Դուք դա բարձրաձայնելով, հա, բարձրաձայնում եք իլուր աշխարհի։ Ա. Խայտարակում եք ինձ որպես հայ։ Բ. Փորձում եք պախարակել իմ եկեղեցին, հա։ Գ. Փորձում եք ամբողջ աշխարհին համոզել, որ իմ կրոնական դավանանքը եւ իմ կրոնական ուղղվածությունը հիմնված է կեղծիքի եւ ստի վրա։ Այսինքն, եթե իմ երկրի իմ կրոնական դավանաբանության առաջի կաթողիկոս Գրիգոր Լուսավորիչը ունեցել է երեխա, նշանակում է քրիստոնեությունը դա սխալ դավանանք է, որ ընդունել է իմ ազգը որպես պետական կրոն 301 թվականին, դուք ով եք նման բան ասեք եւ խայտարակեք ինձ որպես ազգ։ Դուք չեք խայտարակում ինձ, ոչ միայն խայտարակում եք, այլ դուք փորձում եք դրանով իսկ խարխլել հայ առաքելական եկեղեցու հիմքերը, հիմնասյունը։ Հասկացողը հասկանում է, որ այդ քայլերից հետո ստե հարցը կաթողիկոսը չի։ Իրանք փորձում են սևացնել եկեղեցու գործումը մեր կյանքում։ Քանի որ Մայրաթոր Սուրբ Էջմիածինը դա միակ պետական ինստիտուտն է հոգևոր, որը կապում է Մայր Հայաստանին աշխարհասփյուր բոլոր հայերի հետ, անկախ նրանից, թե տվյալ քաղաքացին որ մայր ցամաքում, որ երկրում եւ որ աշխարհամասում է բնակվում։ Դուք այդ կապն եք փորձում կտրեք։ Լևոն Տեր-Պետրոսյան, ես կարամ նաեւ ասեմ, թե քո իշխանության տարիներին ինչ համաձայնագիր է ստորագրվել Գարեգին Առաջինի եւ Շուքուրզադեի միջև Արցախյան առաջի պատերազմի ընթացքում։ Բայց չեմ ասի, դու գիտես։ Քանի որ այդ համաձայնագրին կողմ էին արտահայտվել եվրոպական մի շարք երկրներ, սա օդի մեջ խոսքեր չի, որտեղ բնակչության զգալի հատվածը ունեն մուսուլմանական դավանանքի ուղղվածություն։ Լավ էլ կարամ եմ գրական խոսամ, կարամ քֆրով չխոսամ։ Իսկ ոմանք ուղեղից թոփալ մտածում են, երրորդ դասան եմ ավարտել։ Փորձում եմ մաքսիմալ կոռեկտ բացատրեմ այսքանը։ Խոսամ այդ համաձայնագրի մասին, որը ստորագրվել է Եվրոպայի հորդորով պահանջով խնդրանքով։ Չէ, գիտես ինչ է ստորագրվել։ Դեռևս Արցախյան առաջինի ժամանակ։ Հիմա անցնենք կուսակրոնությանը։ Եթե ընդունենք որպես տարբերակ, որ ամենայն հայոց հայրապետը ունի երեխա, ապա պետք է այդ երեխան ունենա ծննդյան ամսաթիվ։ Հա? Դուք ձեր ասելով, ձեր բառամթերքով ամենայն հայոց կաթողիկոսը, հայրապետը,
ամուսնացած է, խախտել է կուսակրոնության ուխտը եւ ունի երեխա։ Հետևաբար նա կաթողիկոս չէ, մենք չենք ճանաչում այդպես մարդ։ Կաթողիկոսն էլ ասում է դուք չեք ճանաչում, եկեք այդ սև փարաջած բարձրացնեմ, ընդ ինչ կա ճանաչեք շատ մոտիկից, շատ ճիշտ ասում։ Աբրի մեր ամենահայոց հայրապետը։ Շատ լավ ասում, ես սիրում եմ այդպես հոգեվորականների։ Երբ որ ակն ընդական, ատամն դատաման։ Աշխարհիկ մարդուն պատասխանում են աշխարհիկ ձևաչափով։ Եթե ընդունենք տարբերակ, որ ամենայն հայոց կաթողիկոս ունի դուստր ձեր ասելով, երբ հացնվեց դուստրը։ Այն ժամանակ Գարեգին բան կաթողիկոս էր։ Ոչ։ Եթե ընդունենք որպես տարբերակ, հիմա փորձում եմ հարցին նայել բոլոր տեսանկյուններից, որ ձեր նման ուղեղից հիվանդ մարդիկ, ովքեր ուղակի սենց անելով Նիկոլ գնում են առաջ, հասկանան հարցի բունեությունը։ Եթե ընդունենք, որ ունի երեխա, ամենայն հայոց հայրապետը, ապա երեխայի ծնվելու պահին ինքը չի եղել ոչ եպիսկոպոս, ոչ արքեպիսկոպոս, ոչ առավել եւս ամենայն հայոց հայրապետ։ Եվ եթե դուք ասում եք, ընդունենք որպես տարբերակ, ես էլ եմ ընդունում։ Ամենայն հայոց հայրապետը ունի դուստր, ապա դրա մասին իմ, ձեր, մյուսների իմանալուց առաջ ով է իմացե։ Վազգեն առաջինը, ով շնորհել է մերօրյա ամենայն հայոց հայրապետին եպիսկոպոսի կոչում։ Այսինքն դրա մեջ ոչ մի մահացու մեղք չի տեսել։ Վազգեն առաջինը, որին շատերդ մեծարում եք։ Իսկ ինչ է իր մեջ պարունակում կուսակրոնության ուխտը, ասենց պատմական էքսկուրս, պատմական ակնարկով։ Ինչի պիտի հոգևորականը հասարակ հարց, շատ հեռու չեմ գնում։ Կաթողիկոսը, արքեպիսկոպոսը կամ կաթողիկոսի տեղապահը պետք է լինի կուսակրոն։ Քանի որ միջնադարում սա պատմական ակնարկ, որ որոշակի մարդիկ վստահ լինեն, որ ես 3-րդ դասանի կրթություն չունեմ։ Մի քիչ ավելի ցած 5-րդ եմ ավարտել։ Միջնադարում, երբ որ մեր շատ ու շատ կաթողիկոսներ ամուսնանում էին եւ ունենում էին զավակ, ունենում էին դուստր, որոնք հետո ամուսնանում էին ինչ որ մի իշխանի տղայի հետ, կամ X տղայի հետ, կամ X աղջկա հետ, կազմելով ընտանիք։ Հա? Հասարակ ձևի եմ բացատրում։ Ապա եկեղեցուն նվիրաբերված բոլոր հողերը, ունեցվածքը, որը ժողովուրդը նվիրաբերել է եկեղեցուն, որպես ժառանգություն անցնում էր տվյալ հոգևորականի դստերը կամ որդուն ամուսնանալուց հետո, եւ դրա համար ընդունվել է կուսակրոնության ուխտ, որպեսի այն ինչ պատկանում է եկեղեցուն մնա եկեղեցու տնօրինության տակ։ Ամեն հարց կրկնում եմ ունի մեկ պատասխան։ Հիմնական կուսակրոնության ուխտը, խորհուրդը հենց դրա մեջ է եղել։ Կուսակրոն։ Իսկ երեխա ունենալը երբևիցե չի համարվել մահացու մեղք, այլ ուրիշի երեխաներին հազարներով կյանքից զրկելը Փաշինյան Նիկոլ, Լևոն Տեր-Պետրոսյան, Արաբաթ Միրզոյան եւ շատ ու շատ բոզազավակներ Տարոն Չախոյանի դեմքով։ Այդ դա մահացու մեղք է։ Այդ բեռի տակից դուք մտածեք ոնց եք դուրս գալու։ Երևի այսքանով սահմանափակվենք, քանի որ ուխտի պարը կամրջին ա գալի, ինձ զանգողները շատացան։ Հուսով եմ, այս ինֆորմացիան դուք կկարողանաք մարսել։